Չէ խոչընդոտում, մեր սեփական տարածք եք մուտք գործել։ Սեփականության վկայական ունենք եւ հիմա դուք մեր տարածքի մեջ եք։ Շատ լավ։ Կարեն ջան, մի հատ մերին ասա վկայականը բերի, տղեկ դուք եկեք միջը վկայականը վերենք։ Դուք հիմա հրահանգում եք, որ իրանք ապօրինի գործողություն իրականացնեն։ Եկեք դենց։ Հա? Հրահանգում եք, որ ապօրինի գործողություն անեն։ Հարց եմ տալիս։ Դուք հիմա հրաման տալիս, որ իրանք մտնեն ուրիշի տարածք։ Ես հրաման չեմ տալի, դուք չեք ապացուցել սա ում տարածքն է, հեսա կբերեք մնացածը կքննարկենք։ Ասում սեփական տարածք եք։ Ինքնական տեղադրված սեփական տարածք։ Մի բաժ կփայ կներեք։ Սեփական տարածքը մտել, մարդը ասում է մտել։ Վահանակը Okay, ասում են սեփական տարածք եք մտել։ Հիմա ինքնակամի հարցը չենք խոսում, ասում սեփական տարածք ներխուժում է կատարված։ Սեփական տարածքի ներխուժում է կատարված։ Այս մասին է խոսքը գնում։ Առանց թույլտվության սեփական տարածքի ներխուժում է կատարված։ Ուրեմն եկեք դա մենք դիմենք ոստիկանություն, թող ոստիկանությունը գործողություն ձեռնարկի։ Սեփականության ներխուժումը վերացնելու մասով։ Կներեք, այսինքն իրավունք չունեին այս Սեփական տարածք մտնելու մասին է խոսքը, ժողովուրդ ջան, սեփական տարածք մտնելուց պետք է թույլտվություն ունենա սեփական տիրոջից։ Սրա բլոկները հանեք էս պահին, կասեմ մնացածը։ Բլոկ Եղբայր դուրս եկեք այդից։ Դուրս եկեք այդից։ Հանի ու արի։ Դուրս եկեք այդից, հեսա կհասկանան։ Մենք կներկայանանք, հրահանգներ եք տալիս։ Եղբայր չեմ։ Գովազդի վարչության պետք է հրահանգներ տալիս, բացի պարոն Առաքելյանի։ Պարոն Առաքելյանը ինձ ասեցին դուք եք գործողությունը ղեկավարում։ Աշխատողները ասացի կանչեք, ասեցին հեսա կգա, ու եկաք դուք։ Եթե դուք չեք ղեկավարում, ասեք ով է կոմպետենտ իրար դուք դրա համար ուզում եք իմանալ ում հետ եք։ Ես փաստաթուղթ եմ պահանջում, որտեղ մարդը ներկայացնում է սեփական տարածք է, մենք ուզում ենք հասկանանք Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ։ Ծառայության պետ։ Վերանացանը կասեք։ Բաբայան Ավետիք։ Կարեն Պարոն Առաքելյան, որ խնդրենք մի փոքր ասեք ոստիկանության հարցում ենք այն ժամանակ միջև։ Զանգել ենք կանչել։ Այստեղ կանենք։ Ինչպես։ Հաստատում այս էկրանը, որ ավամոնտաժում եք, այստեղ խոսը առաջանում։ Էկրան ուզել որ մարդիկ չգան աստիճանների հատվածում։ Վարչական շրջանյակ կզբաղվի դրանով, այդ են վարչությանը չի առաջնի գործառույթը, զբաղվեն անվտանգության կապահովեն որևէ ձևով, պետ։ Լենտերով, Չեմ կարող ասեմ արդեն շինարական բան չեն կարող մեկ ժամանակ, դրա համար հաստատի պատ չի լինելու, պատներ չի լինելու եւ ընկնելու հավանականությունը դուք տեսնում եք, որ արկա է այստեղ։ Տեսեք, անվտանգության հատորը եկեք արկասը դուրս եկավ ու բաց տարածքն անդա, բնականաբար վարչական շրջանը կզբաղվի դեռ։ Ներսում մնալու հետ կապված հիմա տարածքի ներկայացուցիչները նշում են, որ իրավունք չունեք, այս բանը ասում են դուրս գա դուրս չեն գալիս։ Տեսեք, աշխատողները իրականացնում են ինքնակամ տեղադրված վահանակի ապամոնտաժման աշխատանքներ։ Ասում են մասնավոր մեր տարածք եք մտել, իրավունք չունեք։ Այս մասով ինչ կասեք։ Թող բերի վկայականը դարկենք, բայց մենք մեր վահանակը ապամոնտաժում Իսկ ենք։ դուք չգիտեիք, որ սեփական տարածք է։ Տեսեք, ինքնակամ տեղադրված վահանակ է, դա եթե մարդու սեփական տարածքն է, սեփականության որտեղ իրավունք ունեք սեփականության իրավունք եք ոտնահարում դուք։ Այո։ Դուք հիմա տել եք սեփական տարածք առանց սեփական տիրոջ թույլտվության։ Վահանակը առանց թույլտվության Ասում սեփականության իրավունքի ոտնահարում եք հենց հիմա դուք իրականացնում։ Առավել եւս այնտեղ որ բանը արդեն կամերան էկրանը տեղադրվել է մեքենայի մեջ առանց մեր թույլտվության։ Մեր գույքը վերցրել եք։ Այս մասով առանձին հետևանքները կխոսենք։ Բայց հենց հիմա նկատեք այդ մեքենան որ կանգնած է այնտեղին, մեր էկրանը տեղադրվեց մեջը։ Իրավունք ունեք դուք դրա։ Իսկ դուք իրավունք ունեք ինքնական վահանակ Ես հարց եմ տալիս, դուք իրավունք ունեք մեր առարկան վերցնելու։ Մենք մեր ինքնական չի, փաստաթղթերը մեր ներկայացուցիչը ցույց է տվել, որտեղ հստակ երևում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից, մասնավորապես կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից հաստատված է մեր էսկիզային նախագծը, որով տեղադրման թույլտվություն ունենք։ Իսկ դուք հիմա կպատասխանեք, դուք իրավունք ունեք մեր իրը տեղադրման վերցնելու։ Տեսեք, մենք առաջնորդվում ենք 37-ին որոշումով, որտեղ մեր քայլերի հերթականությունը այստեղ կշարժվի։ Նման լիազորություն չկա, իրերը վերցնել տանելու լիազորություն դուք չունեք։ Ապամոնտաժելու գործընթացին հիմա չեմ էլ անդրադառնում, դա իրականում
վարորդության ապօրինը։ Իսկ մեր քանդված այս իրերը, էկրանները տանելու լիազորություն ունեք այդ որոշմամբ 37։ Տեսեք, ես մի քանի անգամ լրատված, այո, որ կետով այդ ապա մոնտաժում ենք, փոխհատուցումը կտա ձեր վահանակին։ Մենք չենք տանում։ Այդ գրավ եք վերցնում։ Չէ, գրավ չենք։ Բա ինչ ասում եք փոխհատուցումը կտան։ Հա։ Դուք այդպես լիազորություն չունեք։ Դուք մեր սեփական Արգելից դուք իրավունք ունեք ինքնական վահանակ տեղադրել։ Մեր ինքնական չի։ Ոնց է դա ցույց տվությունը։ Արդեն։ Հիմա ցույց տվեմ։ Ցույց տվել ենք մի քիչ առաջ գործընկերը Հիմա գործընկերը ինձ չի ցույց ոչ, ինձ ցույց չի։ Հիմա դուք փաստացի ապօրինի մեր իրերը վերցնում տանում եք։ Արգելից ցույց չեն տվել։ Դրա իրական հետևանքներով հանդերձ։ Ինստիտուտությունը ցույց չեն տվել։ Աշխատողներն է պահանջում է սեփական տարածքից դուրս գան, դուրս չեն։ Չեք խուսափում հարցիցս։ Ինստիտուտություն չեն ցույց տվել։ Ունենք։ Չունեք։ Ունենք։ Գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն չունի վահանակը։ Վահանակն է տեղադրման թույլտվություն ունենք, որը տրվել է հստակ։ Այսօր զանգի բերեն։ Թող բերե։ Կարող նկարով ցույց տամ։ Ցույց տուր։ Սա էսքիզի հաստատումը գովազդի միջոցը։ Էսքիզի տեղադրման, այս սրա տեղադրման համար է։ Այս սրա տեղադրման համար ուրիշ ընթացակարգ կա։ Այո։ Ինչ ընթացակարգ։ Տեղադրման։ Վահանակի այո, այո։ 37-ով սահմանված է եւ գովազդի միջոցին եւ գովազդին։ Քաղաքապետարանի Էսքիզը վրայի գովազդն է, բա վահանակը։ Գովազդը չէ, հենց էկրանի տեղադրման մասին է խոսքը։ 21 թվականին։ Տեղադրվել է ինքան ժամկետ է։ Ով ասեց։ Ես ասեցի։ Ոնց եք որոշել։ Շենքը որ սատում ենք միած շինթույլտվություն է տալիս ամեն ամի շենքն ու գովազդային վահանակը չէ, ավելի բարձրացված ընթացակարգով է Ինչի իրականացվում։ մասին։ Ավելի բարձրացված է։ Արգելից 37-ով ֆիքսած ամեն ինչը։ Մեկը չէ։ Բերում եք, ներկայացնում եք այս սեփականության իրավունքը։ Նա ներին ասես վկայականը գցի։ Սա կտպենք ներկայացնեն ժողովրդին։ Սա ինչ հետևանքներ կարող։ Այստեղ հարցը նաև այն է, որ որոշ ժամանակ առաջ նաև Տիգրան Ավինյանի պատկերով բաներ, գովազդային վահանակներ տեղադրված։ Այդ ժամանակ խնդիր չեք տեսնում։ Այս ձեզ ուղղ հարցը, այդ խնդիր չկար, երբ որ Տիգրան Ավինյանի վահանակները Բայց ձեր գովազդներ տեղադրված։ Ինչ եք հարցում, գովազդի վարչության պետին հարցրեք։ Գովազդի վարչության պետ ուր գնաց։ Ասեք։ Այնա կանգնած է։ Պարոն Արաքելյան, Կմոտենաք, որ խնդրեմ։ Երբ որ այստեղ պարոն Ավինյանի նախընտրական քարոզարշավի գովազդն է տեղադրված, լրիվ նույն ընթացակարգով, այդ ժամանակ խնդիր տեսնում եք, թե չէ։ Երբ էր 24 թվական։ Երբ է նախընտրական, երբ է քարոզարշավի ժամանակ տեղադրված է, խնդիր չկար, հիմա կա։ Նույն էկրանն է, որը տեղադրված եղել է, ընդհանրապես վրի նկարն է փոխված, որը բանով էլեկտրոնային տարբերակով չգիտեմ, ֆլեշ կարվա չիպով է, գովազդը փոխվում է։ Անպատասխանատու։ Ասեք, խնդիր կար, հիմա չկա։ Կլսեք, Կամ հակառակը։ կլսեք։ Լսում եմ, ասեք։ 23 թվականի ապրիլին ես մի քանի անգամ ասացի, մի հատ ձեզ չեմ զբաղված ասում։ 23 թվականի ապրիլին Երևան քաղաքի ավարտելու որոշմամբ Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրման եւ միջոցի տեղադրման հաջողություն սահմանել։ Ըստ որի այս տիպի վահանակները էկրանները այս տեղադրներում չեն կարող լինել։ Եվ այդ չափորոշիչների մի կետով հստակ նշված է, որ այդ չափորոշիչները, որոնք որ նախորդին ունեցել են թույլտվություն, կարող են մնալ մինչև 23 թվականի ավարտ։ 24 թվականին այդ վահանակները կամ պետքա չափով համապատասխանեցվեն չափորոշիչներին, կամ պետքա ապամոնտաժվեն։ Նա մի հատ երկու կարևոր բան նշեմ, էլի։ Նախ այս խնդիրը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ որ Սամվել Կարապետյանի նկարը հայտնվեց այստեղ, եւ երկրորդը ավականու որոշմամբ չի կարող մարդու սեփականության իրավունքի միջամտող որևէ որոշում կայացվի։ Դա կարող է կարգավորվել բացառապես օրենքով սահմանված կարգով։ Ավականին չի կարող մարդու սեփականության իրավունքի միջամտող որևէ որոշում կայացվի։ Ավականու լիազորություն է, Չի կարող օրենքից դուրս որևէ այլ ենթարարական ակտով նման կարգավորում նախատեսվում։ տեսեք, գովազդի մասին օրենքով յուրաքանչյուր համայնքի ավականու լիազորությունն է իր համայնքում, արտաքին գովազդի կանոնները տեղադրման, գովազդի միջոցի կանոնները, չափորոշիչները սահմանելու։ Գովազդի չափորոշիչներն են սահմանված։ Դուք ասում եք սեպա, ես ասում եմ սեփականության իրավունքի ոտնձգություն է կատարվում հենց հիմա։ Մեր սեփականության իրավունքի միջամտությունն է իրականացվում ոչ օրենքով սահմանված կարգով։ Սա արտաքին գովազդ չի, մեկ, սա շենքի ներսում է։ Սա արտաքին գովազդ չի, սա շինության ներսում է։ Սա ներքին է, սա շինության ներսում է տեղադրված։ Չեք դիմեցուլտության։ Ասում եմ, սա արտաքին գովազդ չի, սա շինության ներսում է տեղադրված։ Մեկ, երկրորդ, ասում եմ, օրենքով մենակ կարող է սահմանվել սեփականության իրավունքի միջամտություն։
Ձերը ավականու որոշման եք դուք հողում անում։ Ես հստակ պատասխանում եմ։ Իսկ հիմա դուք սեփականության իրավունքի խախտում եք անում, հենց հիմա։ Չեմ զանանա նորից ենթարկում, երբ ասում եմ դուրս եկեք միջև ոստիկանություն գա։ Արտաքին գովազդ կապ չունի, ներսինների համար էլ չեմ դիմում եք։ Ամեն ինչ համար դիմում եք, որովհետև օրենքը տարբեր ձև եք մեկնաբանում ամեն անգամ։ Ներսինի համար։ Երբ որ ասում եք խնդիր չկա, վճարումները արեք, օքեյ, ամեն անգամ պետք չի հաստատել, երևի քաղաքապետարանը խնդիր չկա, հա, վճարումները կա, ուրեմն նորմալ է, հետո հետևից կարող եք գալ ասել չէ, նորմալ չէ։ Երևանի քաղաքապետարը նման բան չէր կարող ասել, որովհետև դա չի պրակտիկա է, որը բոլորը գիտեն։ Դե չէ։ 2026 թվականին քաղաքական ընտրություններից առաջ նման գովազդներ չեն լինի։ Քաղաքական ընտրությունը, տեղական ինքնակառավարման, քաղաքական ներողություն գովազդները տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից դուրս են։ Գովազդի մասին օրենքով հստակացվում է, որ գովազդի մասին օրենքը չի վերաբերում քաղաքական գովազդին։ Քաղաքական գովազդը կարգավորվում է ընտրական օրենսգիրքում։ Հետևաբար դրան մենք չենք կարող անգամ անդրադառնալ, մեր լիազորություններից դուրս է դա։ Մեկն է, թափավոր լարն է։